Այսօր հերթական ակցիան եք իրականացնում, բողոքի ակցիան եք իրականացնում կառավարության շենքի դիմաց, ինչ պահանջով, ձեր պահանջը որն է։ Մեր պահանջը նորից նույնն է, ոնց որ միշտ, այսինքն այդ 5%-ը, որ սարքել են 10% ձերբերման թղթի հետ կապված եւ գույքագրման։ Այսինքն մենք դեմ ենք առաջին հերթին գույքագրման, երկրորդը ես չեմ հասկանում կառավարությունը այդ 6 ամիս ժամանակը որ տվել է օրենքը փոխում է դեպի վատը, մեր վրա դնում է այդ հարկային բեռը, հենց իրանց ասածով 10% պետք է վճարենք, հետո անհասկանալի ինչ-որ պետք է մենք Պեկին դիմում գրենք, իբր մեզ այդ 5%-ը պետք է վերադարձնի, բայց ես չեմ գտնում, որ դա տենց կլինի։ Ուղղակի մեր մի հատ նպատակներից մեկն է, որ ցույցերի բողոքների, որ ընդհանրապես գույքագրում չլինի, ամենակարևորը, շրջանառության հետ ալկոհոլ ոնց որ աշխատում ենք տենց մնա, այսինքն մեզ բիզնեսով աշխատողներին տան ազնվներին տան ազատություն, զուտ ազատություն, որովհետև նայեք, սենց ասեմ, իրանք վեկալում են, հիմա մեզ ուզում են մեր ապրանքը գույքագրել, հիմա ես ոսկու շուկայում եմ, այսինքն վաղը օղակի մեջ եմ վերցնում մեզ, իմ մոտ մի հատ մատանի, որ ավելացավ, չպետք է նշեմ այդ ամեն ինչը, ես ավելի ազատ չեմ աշխատի, մեկ, երկրորդը հիմա դու պատկերացրեք, այսօր մեկը ուզենա ածը բացի, այսքան պայմաններով ու այսքան հարկերը, որ մեր վրա կա, դժվար ինչ-որ մեկը գա ուզենա բացի, զուտ էդ է մեր պահանջը, որ մենք աշխատենք։ Իսկ հավելյալ ինչ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Հավելյալ, որ այդ ապրանքները հին են, շատ տարիներով այդ մի ապրանքը մի մատային այսօր նույն րոպեին չի վաճառում, որ այդ նույն դոկումենտը վերցրես, բերես, ասենք ապրանքը կա առևտուրներ ահավոր վատ է, հետո էլ այս որ պահումներ անում են տոկոսները, ոչ թե եկամուտից են պահում, այլ ապրանքի ոսկին մենք առնում ենք, սարքել ենք տալի կամ ինչա աշխատողը սարքում է, դու հարկես պահում, որ 5%-ը այն ժամանակ պահում էր համ ոսկուց, համ մեր եկամուտից։ Էդի մեծ թիվ է կազմում, որ մենք այդ թիվը որ ուզենանք չենք կարող վաճառենք, գումարենք իրար, որ մնաս մի հատ էլ հավելյալ մենք ընտանիք պահենք, կամ մեր ցավերը էդ է չէ։ Իսկ բողոքի ակցիա եք իրականացնում, ձեր սպասելիքները ինչ ակնկալիքով եք բողոքի ակցիա իրականացնում։ Մենք ինչ-որ սպասումով, ամենա ոնց է ժողովուրդն ասում, ամենավատ բանը էդի որ դիմացը միշտ անդունդա ու մտածում ես մի լավ բան կլինի, դա սպասելն կախված է իրանցից է։ Մեկ բառեր եւ ես ավելացնեմ այդ բողոքի հետ կապված։ Հիմա նայեք, ես որևորդ անգամա մենք ցույցեր ենք անում, բողոքում ենք, անգամ հանդիպումներ ա եղել էկոնոմիկայի նախարարությունում, ազգային ժողով մենք գնացինք, հասանք, իտոգում պատասխանը մեզի ոնց որ ասեցին 0։ Ինչ են ասել, ինչպես են արձագանքել։ Դե ոչ մի իրանց ասելով շրջարկը վերանալու է ընդհանրապես, մենք պետք է մտնենք NDS-ի տակ աշխատենք, այսինքն բարդացնում են, ավելի ծանրացնում են։ Ես չեմ հիշում, որ մի նախարարությունում էր զրույցը սկսելուց առաջ ասեցին ժողովուրդ ջան, խնդրում եմ քննարկություն գնալու է մենակ այս հարցերով, չքաղաքականացնեք։ Բայց հիմա ասես մի հատ հարց տան, 1, 2, 3 մենք sense բողոքում ենք, վաղ եթե կառավարության անդամը մեզի չի լսում, մեզի ընդառաջ չի գալի, այսօր որոնք մեզից դուրս եկած մարդիկ են, վաղը մենք դուրս ենք գալու իրանց դեմ։ Մի հատ ու դա լավ մտածեն առաջին հերթին ինչ քայլ են անում, երկրորդը 10 հոգի մարդ որոշեց, որ տենց պետք է լինի, մենք էլ միլիոնով ասում ենք, տենց չպետք է լինի։ Այսօր ուղղակի գիտեք ինչ է, ժողովուրդը ուղղակի սպասում է, ձեր ասած ինչ եք սպասում են, որ 5% կմնա, կամ էլ այդ հարկերը քիչացնեն, այդ հարկային բեռը, բայց վաղը հեսա տեսեք ստեղ այս 10 հոգի կամ էլ 300 հոգու փոխային ավելի շատ են հավաքվելու, այնպես որ թող իրանք մտածեն, մենք այդպես մտածելու չունենք։ Իսկ ըստ ձեզ ինչու է այս հարկային տերորը ինչ նպատակ ունի։ Ճիշտն ասած, մեր համար լրիվ անհասկանալի է, որովհետև մենք դեմ չենք, հենց գլխացկզբից էլ ասել ենք, մենք դեմ չենք հարկ վճարելու, բայց ոչ այս պայմաններով։ Հիմա դուք պատկերացրեք, եթե մեզի ձեռ տար, մենք դուրս չենք գալի, թող մեզի ազատ այդ օղակը տան,
կամ հաստատագրված վճար լինի, կամ 1%-ի տակ աշխատենք, մենք էլի մեր լուծում ենք, որովհետև այսօր եթե ես ձեզ ասեմ, ինչքան մենք հարկեր ենք վճարում, ՀԴՄ-ից բռնասած, մեկ էլ ամենակարևորը իհարկե ես կուզենայի էդ էլ առաջաբերեի, այսօրվա դրությամբ մենք որ քարտով առևտուր են անում, բանկը մեզնից 1-ից մինչև 2.5% պահում է։ Այսինքն պետությունից ավելի շատ փող մենք այսօր տալիս ենք բանկին։ Լետի իր հերթին էլի։ Դրա համար նես որ Սովորական մուծումների համար էլի բանկը փող աբեկալը, որ մենք բանկին ենք մուծում, որ ասենք բան ունի, այդ մուծումները բանկին են փողերը բեկալով, հետո ոսկին էլ նես չի։ Ոսկին պիտի առանձնացնեն բոլոր բաները։ Ոսկու գինը տատանումը շատ մեծ է։ Ժողովուրդը մտնում է, ոսկու գինը ասում, իսկ 1% էլ ավելի չես ասում, 1% էլ շատ է երևի, էլի չի անում, ասում թանկ է։ Հետո ասած որ իրանց ասելով աշխատենք, մենք պետք է նստենք, նայենք մեր ունեցվածքին ու կամ էլ հալենք մի բան անենք։